Դեպքերի մեծ մասը կապված է գիտելիքի բացակայության հետ։ Չգիտենք ոնց լուծենք։ Պատեպատ ենք կպնում, չգիտեմ, էստեղ ենք գնում, մրցույթ ենք հայտարարում, հետո այդ մրցույթում հաղթում է մի հատ հրաշալի ընկերություն, որը պատրաստ է 5 միլիարդանոց ծրագիր անել 50,000 դրամով։ Ուրախանում ենք, ասում ենք, տեսեք 4 միլիարդ 990, չգիտեմ քանի միլիոն խնայեցինք մեր պետական բյուջեի, հետո 5 տարի դատաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն գիտելիք չունենք, գիտելիք եւ մասնագետների պակաս ունենք, մարդկային ռեսուրսի իմացությամբ մարդկային ռեսուրսի պակասի խնդիր ունենք։ Ու չենք սրա մասին ընդունված չի մեզանում, ոնց կարա տենց բանը լինի։ Այսինքն այս բա մենք հրաժարվում ենք մեր պատմությունից, բա մենք այս 3000 տարվա մեջ ուրեմն պետք է գնանք 1000 ներողություն Էստոնիային հարցնենք, թե մենք ոնց թվային անանք, մենք իրանք որտեղ էին, որ մենք մեր բաներով, տառերով թվեր էին գրում եւ լսեք, էսա մենք միջև չառերեսվենք սրան, մենք չի ստացվելու մեր մոտ ոչ մի բան։ Մենք չենք խոստովանում, որ Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետև մենք չգիտենք խնդիրների լուծումը։ Ավելին, մենք շատ դեպքերում չգիտենք խնդրի պարամետրը, խնդիրը գիտենք։ Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր, լսել ես ձայն, բայց չգիտես, թե ուր է այն։ Մենք անդադ ձայներ ենք լսում, բայց կոորդինատը չենք կարող որոշենք, այդ ձայնը որտեղ է։ Եվ որ կոորդինատը չես կարող որոշես, ոնց ես այդ ձայնի հարցը լուծելու։ Ու դրա համար անընդհատ գնում ենք ու տերում ենք հայտնվել ենք կենացի ժանրում։ Պետք է դուրս գալ կենացի ժանրից, որը բոլորովին ուրիշ պարամետր է, որը ենթադրում է գիտելիք։ Կենացը ինչով է տարբերվում գործողությունից, որ կենացը ասում ես, դա չի ենթադրում, որ դու նաև պետք է հիմնավորես եւ բացատրես եւ պլան ունենաս, թե դա ոնց ես իրականացնելու։ Ասենք կողքդ կանգնած եմ ամբողջ ցանկացած հարցով կարաս ինձ դիմել։ Որ ցանկացած հարցով։ Ինչպես կարանք դիմենք, ինչ երաշխիքներ ես տալիս։ Դա կենացը ասում ես էլի։ Իսկ եթե դա գործողություն է, դրա տակ պետքա լինի հարցի բանաձևը եւ դրա լուծման ուղիները։